Եթերում 02-ի հերթական թողարկումն է բարի երեկո, այսօր մեր ծրագրում կարող եք դիտել։ Ներքին գործերի նախարարը ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին։ Համայնքային ոստիկանության առաջնային նպատակը համայնքի հետ սերտ կապի ապահովումն է, կայացել է աշխատանքային խորհրդակցություն։ Կանխվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների իրացման դեպք, քրեական ոստիկանության գլխավոր վարչության բացահայտումը։ Ներքին գործերի նախարարը ներկա է գտնվել Երևանի գնդի պարեկային ծառայողների առավոտյան հրահանգավորմանը։ Նախարարը հորդորել է քաղաքացիների հետ շփումներում դրսևորել հարգալից ու պատշաճ վերաբերմունք, պահպանել ծառայողական էթիկան, լինել խիստ և անզիջում ցանկացած իրավախախտման նկատմամբ։ Հրահանգավորումից հետո պարեկներն անցել են ծառայության։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի տիկին նախարար, պարեկային ծառայության Երևան քաղաքի գունդը հրանգավորման համար շարված է։ Ծառայության պետ Գնդապետ Խուդինյան։ Պարեկային ծառայության Երևանի գնդի հարգելի ծառայողներ, ողջունում եմ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մարտի 3-ի առավոտյան մասնակցել է պարեկային ծառայության Երևանի գնդի ստուգատես հրահանգավորմանը։ Ներկա են նաև ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը։ Ողջունելով անձնակազմին, նախարարն ընդգծել է պարեկային ծառայության դերն ու նշանակությունը հանրային անվտանգության ապահովման գործում, հորդորել է ծառայողներին լինել առավել պատասխանատու և զգոն, Երևան քաղաքում յուրաքանչյուր խնդրի կողքով անտարբեր չանցնել, անկախ բնագավառից, ոլորտից, ահազանգել դրանց մասին և դրանով իսկ ապահովել դրանց հետագա լուծումը, դրսևորել սրտացավություն և հետևողականություն, արագ ու հստակ արձագանքով ապահովել հասարակական կարգի պահպանումն ու քաղաքացիների անվտանգությունը։ Արփինե Սարգսյանը հորդորել է լինել խիստ և անզիջում ցանկացած իրավախախտման նկատմամբ, ապահովելով օրենքով նախատեսված ընթացակարգերի կիրարկումը։ Անդրադառնալով ծառայողների բարևարկությանը, նախարարը հորդորել է քաղաքացիների հետ շփումներում դրսևորել հարգալից ու պատշաճ վերաբերմունք, պահպանել ծառայողական էթիկան, միաժամանակ պրոֆեսիոնալ վարքագծով անհանդուրժող և խիստ լինել ոչ պատշաճ վարքագիծ դրսևորող իրավախախտների նկատմամբ, պարբերաբար մասնակցել վերապատրաստումներին, որոնք նաև առկա խնդիրները լուծելու միջոց են և նպաստել հասարակության վստահության բարձրացմանը։ Պարեկային ծառայության թե Երևանի, թե մարզերի հրահանգավորմանը ներքին գործերի նախարարի մասնակցությունը լինելու է պարբերական, գործընթացը վերահսկելու, արդյունքներն ամփոփելու և անհրաժեշտության դեպքում նոր հանձնարարականներ տալու նպատակով։ Հրահանգավորումից հետո պարեկներն անցել են ծառայության։ Նախարարը նաև շրջել է գնդում, դիտարկել Երևան քաղաքի գնդի և ենթակա ստորաբաժանումների, քաղաքացիների ընդունելության, վարչական վարույթների իրականացման և բողոքների քննության բաժինների աշխատանքային պայմանները, զրուցել ծառայողների հետ։ Ներքին գործերի նախարարն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում հանցագործությունների կանխարգելման ռազմավարության մշակման, վիզաների ազատականացման, մուտքի արտոնագրերի և միգրացիոն ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մարտի 4-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսանդրո Ֆերանտիին։ Ողջունելով դեսպանին, նախարարը նշել է, որ Հայաստանում նորանշանակ դեսպանը կարևոր դեր կունենա երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ։ Անդրադարձ է կատարվել ոստիկանության ոլորտում որոշակի համագործակցության փորձին և հնարավորություններին, մասնավորապես ոստիկանության գվարդիայի ձևավորման և հենասյունային այլ ուղղություններով։ Արփինե Սարգսյանը նշել է, որ Հայաստանում առաջիկայում մշակվելու է հանցագործությունների կանխարգելման ռազմավարություն և հաշվի առնելով այդ ուղղությամբ Իտալիայի Հանրապետության փորձը, առաջարկվել է ընդլայնել համագործակցությունն այդ ոլորտում։ Անդրադարձ է կատարվել նաև վիզաների ազատականացման, մուտքի արտոնագրերի հարցերին և միգրացիոն ոլորտում համագործակցությանը։ Կողմերը ընդգծելով փոխգործակցության ամրապնդման կարևորությունը, պատրաստակամություն են հայտնել փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի միջոցով զարգացնել իրավապահ ոլորտում գործընկերությունը։ Հանդիպմանը քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Համայնքային ոստիկանության առաջնային նպատակը պետք է լինի համայնքի հետ սերտ աշխատանքը, որպես համայնքի հետ շփման առաջնային օղակ բնակիչների հետ հանդիպումներն ու անմիջական շփումները կօգնեն ոչ միայն առկա խնդիրներն ավելի լավ հասկանալ, այլև կանխել հանցագործություններն ու նպաստել դրանց արագ բացահայտմանը։ Ներքին գործերի նախարարությունում կայացել է աշխատանքային խորհրդակցություն։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մարտի 4-ին ներկայ է գտնվել համայնքային ոստիկանության գլխավոր վարչության և տարածքային ստորաբաժանումների ղեկավար կազմի աշխատանքային խորհրդակցությանը։ Ներկային ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը և համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը։ Նախարարը ընդգծել է, որ համայնքային ոստիկանության առաջնային նպատակը պետք է լինի համայնքի հետ սերտ աշխատանքը, որպես համայնքի հետ շփման առաջնային օղակ, բնակիչների հետ հանդիպումներն ու անմիջական շփումները կօգնեն ոչ միայն առկա խնդիրներն ավելի լավ հասկանալ, հասնել դրանց արագ լուծմանը, այլև կանխել հանցագործություններն ու նպաստել դրանց արագ բացահայտմանը։ Համայնքը պետք է ճանաչի իր համայնքային ոստիկանին և հակառակը։ Արփինե Սարգսյանի խոսքով, համայնքի վստահությունը ոստիկանության հանդեպ կարևոր նախադրյալ է արդյունավետ համագործակցության և կայուն իրավակարգի ձևավորման համար։ Անդրադառնալով ոստիկանության տարբեր ստորաբաժանումների միջև համագործակցությանը, նախարար Սարգսյանը նշել է, որ ամենօրյա համակարգված աշխատանքն է, որ պետք է նպաստի դրական արդյունքների ապահովմանը։ Քննարկվել են բաժինների կողմից իրականացվող վարչարարությանը, բաժիններում քրեաբանական վերլուծություններին, օպերատիվ իրավիճակին, ինչպես նաև ձերբակալված և կալանավորված անձանց տեղափոխման վերաբերյալ հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև բաժիններում իրականացվող ստուգումներին, ծառայողական կարգապահությանը և ծառայությանն առնչվող այլ հարցերի։ Թմրամիջոցների տարածման կանխարգելման նոր քայլեր գերատեսչությունների հետ արդյունավետ համագործակցության միջոցով։ Ինչ արդյունքներ են արձանագրվել 2024 թվականին, ինչ նոր գործիքակազմեր են մշակվում կանխարգելման ուղղությամբ և ինչպես է զարգանում փոխգործակցությունը ոլորտում։ Սրանք այն առանցքային հարցերն են, որոնք քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության և դրանց անօրինական տարածման կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում։ Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունքները, կանխարգելիչ նոր մեթոդները և գերատեսչությունների համագործակցության զարգացումը օրակարգում։ Ինչ արդյունքներ են արձանագրվել 2024 թվականին, ինչ նոր գործիքակազմեր են մշակվում կանխարգելման ուղղությամբ և ինչպես է զարգանում փոխգործակցությունը ոլորտում։ Այս և այլ կարևոր հարցեր մարտի 5-ին քննարկվեցին Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ հոգեներգործուն նյութերի շրջանառության և դրանց անօրինական տարածման կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում։ Ընդգծելով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ ներդրված բազմակողմ ջանքերը, հանձնաժողովի նախագահ, ներքին գործերի նախարարության ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը կարևորեց հատկապես անչափահասների իրազեկման աշխատանքներում ոլորտային մասնագետների ներգրավման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով կանխարգելման հաջողությունը մեծապես կախված է կրթական և հոգեբանական մոտեցումների արդյունավետ համադրումից։ Նա նշեց, որ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը պահանջում է շարունակական վերահսկողություն, նորարարական մեթոդների ներդրում և շահագրգիռ կառույցների սերտ համագործակցություն։ Միայն համակարգված և հետևողական միջոցառումների իրականացման միջոցով հնարավոր կլինի հասնել ցանկալի արդյունքի թե կանխարգելման, թե բացահայտման ուղղությամբ։ Կարծում եմ այս կոմպլեքս խնդրին պետք է մոտենալ մի քանի տեսանկյունից եւ մեկ գերատեսչության ուսերին թողնել ուղղակի այդ խնդրի դեմ պայքարը ուղղակի անհնար է։ Այդ առումով պետք է ներգրավված լինեն թե հասարակությունը, թե պետական մարմինները, թե հասարակական կազմակերպությունները ընդհանուր առավել լավ արդյունքի հասնելու համար։ Ներկայացվեցին 2024 թվականի ընթացքում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու ամփոփվեցին արդյունքները։ Ակտիվ քննարկում ծավալվեց անչափահասների շրջանում թմրամիջոցների անօրինական շրջանառության կանխարգելման հնարավոր գործիքակազմերի, դրանց կիրառելիության, իրավապահ ու կրթական համակարգերի համագործակցության նոր ձևաչափերի շուրջ։ Այս հարցում բնականաբար լուրջ ներդրում ունեն նաև ծնողները։ Կարծում եմ պակաս կարևոր միջոցառում չէ, եթե համապատասխան գերատեսչությունները գործողությունը ձեռնարկեն թիրախային աշխատելու հենց ծնողների հետ։ Ուսուցիչների ուսերին իրոք լուրջ բեռ է դրված ճիշտ մատուցելու, ճիշտ ներկայացնելու, ճիշտ կրթելու ոչ միայն ակադեմիական գիտելիքները, այլ նաև առողջ ապրելակերպ քարոզելու եւ ճիշտ արդարամիտ քաղաքացի դաստիարակելու համար։ Կարևորելով իրազեկման եւ կանխարգելման գործում ծնողների եւ ուսուցիչների դերը, ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ նրանց համար մշակվում է ուղեցույց, ինչը հանձնաժողովի նախագահի համոզմամբ կարևոր քայլ է առաջին օղակից թմրանյութերի վտանգների մասին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու եւ անչափահասներին թմրանյութերից զերծ պահելու ուղղությամբ։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը վերահաստատեց
այն հանձնարարությունը, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության նախագծման աշխատանքներում իրազեկման աստիճանը բարձրացնելու, այդ աշխատանքները առավել արդյունավետ կատարելու համար նախաձեռնված ուղեցույցի մշակման աշխատանքները, որը իրականացվում է ՄԱԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի մեր գործընկերների հետ համատեղ, ավարտին հասցվեն, ընդ որում նաև կրթության ոլորտի մեր գործընկերները ցանկություն հայտնեցին միանալ այդ աշխատանքներին եւ համատեղ աշխատանքներով իրագործել այն։ Օրակարգում էր նաև գերատեսչությունների միջև տեղեկությունների փոխանակման կարգը, ձևաչափը եւ ժամկետները սահմանող միջգերատեսչական փաստաթղթի ստորագրման վերաբերյալ պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած առաջարկությունը։ Հանձնաժողովի կազմում ներգրավված է ներքին գործերի նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, գլխավոր դատախազության, պաշտպանության, առողջապահության, արդարադատության եւ ԿԳՄՍ նախարարությունների, քննչական եւ պետական եկամուտների կոմիտեների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ։ Նիստի ավարտին մասնակիցները ներկայացրին առաջարկություններ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։ Մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում էր քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը։ 1972 թվականին քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության անդամ պետությունների ներկայացուցիչները հաստատեցին կազմակերպության կանոնադրության ժամանակակից տեքստը։ Հայաստանը քաղաքապաշտպանության միջազգային կազմակերպության անդամ դարձավ 1994 թվականի ապրիլից։ Օրվան նվիրված ներքին գործերի նախարարության փրկարարծառայության Երևանի փրկարարական վարչությունը անցկացրել է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Քաղաքացիական պաշտպանության արդյունավետ կազմակերպումը կարևոր բաղադրիչ է պետության անվտանգության եւ պաշտպանունակության բարձրացման գործում։ Գործընթացի անխափան իրականացումը պահանջում է համակարգվածություն, պետական եւ մասնավոր կառույցների արագ արձագանքման կարողություն եւ թիրախային համագործակցություն։ Իսկ նպատակը քաղաքացիների անվտանգության ապահովումն ու մարդկային եւ նյութական կորուստները նվազագույնի հասցնելն է։ Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան նվիրված մարտի 3-ին ներքին գործերի նախարարության փրկարարծառայության Երևանի փրկարարական վարչությունը անցկացրել է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն։ Ուսումնավարժությունն ընթացավ նախապես սահմանված սցենարով, ըստ որի հակառակորդի օդուժը ռմբակոծել եւ վնասել է շինություններ, կոմունալ էներգետիկ համակարգեր, առաջացել են հրդեհի օջախներ, փլուզումներ կամ վիրավորներ։ Փրկարարծառայության անձնակազմը պայմանական դեպքի վայր ժամանելուց հետո օպերատիվ կերպով գործի է դնում ողջ զինանոցը։ Մարտական հաշվարկներն իրականացնում են հետախուզություն, որի ընթացքում հայտնաբերվում է չպայթած զինամթերք եւ դրանք վնասազերծելու նպատակով անմիջապես սահմանազատվում է տարածքը։ Վթարային ծառայությունների խմբերը նույնպես արագ արձագանքում են, վերականգնելով շենքի վթարված կոմունալ էներգետիկ համակարգը։ Իրականացվում է հրդեհաշիջում, ծխահարված անձի տարհանում եւ տեղափոխում շտապօգնության մեքենա, փրկարարական պարաններով արգելափակված աշխատակիցների, ինչպես նաեւ վնասված մեքենայից տուժածի դուրսբերում։ Ուսումնավարժանքի ավարտին ղեկավարը ներկայացնում է արդյունքները, ինչպես նաև թերությունների վերացման ուղղությամբ տալիս հանձնարարականներ։ Օրվա խորհուրդը քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կարևորության մասին հիշեցումներ։ Այս համատեքստում ուսումնավարժությունները, դասախոսությունները, սեմինարներն ու բաց դասերն ուղղված են աղետների ռիսկի նվազեցմանը, մասնավորապես հասարակության իրազեկվածության եւ պատրաստվածության բարձրացմանը, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների եւ կազմակերպությունների համագործակցության ամրապնդմանը։ Փրկարարծառայությունը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան նվիրված եւ այս ամբողջ ամսվա ընթացքում տեղի ունենալու տարբեր դասախոսություններ, սեմինարներ, վարժանքներ։ Քաղաքացիական պաշտպանության համակարգի շարունակական զարգացումը եւ կարողությունների հզորացումը ներքին գործերի նախարարության գերակա ուղղություններից է, իսկ հերթական ուսումնավարժությունը եւս մեկ հնարավորություն էր կարևորելու քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումների անհրաժեշտությունը։ Առաջարկվող տեսանյութի հերոսը ներքին գործերի նախարարության փրկարարծառայության գնդապետը աշխատանքային երկար տարիների ընթացքում հասցրել է լինել տարբեր աղետների վայրերում։
որտեղ թուլական մարդիկ անելիք չունեն։ Համազգեստից դուրս այս անգամ Սերգեյ Բիդյանն է։ Փրկարարծառայությունում նրա դեբյուտը զավեշտալի կանչով է ազդարարվել։ Դասական ոչ խաղային սպորտաձևերը բացառապես կյանքից վերցրած իրավիճակների արտացոլումն են, ապրելու եւ գոյատևելու հմտությունների զարգացման միջոց։ Սպորտում էլ ինչպես կյանքում երբեմն վճռորոշ է յուրաքանչյուր վայրկյանը, պատասխանատվությունը հսկայական, կամքն ու հմտությունը պարտադիր պայման։ Իսկ որ թիավարություն սպորտաձևը կարող է ֆիզիկապես եւ հոգեպես կոփել մարդուն որպես փրկարար, օրինակը մեր կողքին է։ Մարդ, որը թվում է թե ինչ սպորտաձև էլ ընտրեր, դառնալու էր փրկարար։ Ներքին գործերի նախարարության փրկարարծառայության, փրկարար ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի առաջին փրկարարական ջոկատի հրամանատար փրկարարծառայության գնդապետ Սերգեյ Բիդյանի երազանքը մանկության տարիներին թիավարության մեջ հաջողության հասնելն էր։ Դպրոցն ավարտելուց հետո սակայն նա հայտնվեց մի իրավիճակում, որտեղ պետք էր ընտրություն կատարել։ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, որտեղ նախատեսել էր ընդունվել, թիավարություն մասնագիտությունը չկար, ուստի որոշեց գնալ ինքնաբացահայտման ուղով եւ ընտրեց նորաբաց փրկարարական գործ մասնագիտությունը։ Այն հետագայում դիպավ սրտին եւ սկիզբ դրեց մասնագիտական հետագա հաջողություններին։ Փրկարարծառայությունում նրա դեբյուտը զավեշտալի կանչով ազդարարվեց։ Հավաստիացնում է օգնության կարիք կար, բայց ոչ փրկության։ Տատիկ էր, որը որ կանչ էր տվել, տղայի մեքենան փչացել էր, օգնեցինք թորանը, մեքենան բրդեցինք, տատիկի վեշերը օգնեցինք, տարանք տուն։ Իմացա, այդ առաջինն է եղել, բայց զուտ առաջին փրկարարական գործողությունները, որը որ եղել է, երեխան տունն էր մնացել, ոչ մի ձևով դուռը չէին կարող բացել։ Պարանի օգնությամբ կարողացանք ներս մտնել, փառքաստու երեխան քնած էր։ Աղետի դեմ փրկարարը մենակ է, հույզերը միայն խոչընդոտ են առաքելության իրականացման ճանապարհին։ Հենց այսպես տարիների ընթացքում զգացմունքային առումով կոփվելով ու մասնագիտական հմտությունների բեռով փրկարարծառայության գնդապետը հասցրեց լինել տարբեր աղետների վայրերում, որտեղ թուլական մարդիկ անելիք չունեն։ Մասնակցել եմ I320 ինքնաթիռի գործարկմանը, նկատի ունենալով, որ նորապրկարական աշխատանքներ եմ իրականացրել, նաև մասնակցել եմ Պարսկաստանի երկրաշարժին, մասնակցել եմ Սիրիայի երկրաշարժին, մասնակցել եմ Ալավերդի մեծ փլուզմանը, որ էլի զոհեր ունեինք, մասնակցել եմ Սուրմալուին։ Փրկարարծառայության գնդապետ Սերգեյ Բիդյանը վստահեցնում է, իրենց գործում ազգուռասա չկա, կա վտանգված կյանք, որը պետք է փրկել, սա է փրկարարի հոգեբանությունը։ Հենց այս հոգեբանությամբ էլ նա լինելով միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի ինսարագի մասնիկ առաջինը հայտնվելով աղետի վայրում հանձն է առնում հրամանատարի առաքելությունն ու փորձում պատվով դուրս գալ ստեղծված իրավիճակից։ 2006 թվականին Սոչիում, երբ որ ինքնաթիռներ ընկել էր, մենք շատ դժվարությամբ եմ աշխատել։ Իմ դժվար աշխատանքներից մեկը դա է եղել, որովհետև մենք հանում էինք երեխայի շորեր, հանում էինք մասնիկներ, երբ որ երեխայի էր հանում կապ չուներ, ինչ ազգի երեխա է, երեխան մնում է երեխա։ 13 տարի թիավարությանն ու լեռնամագլցմանը նվիրելով աշխարհի, Եվրոպայի, ինչպես նաև այլ առաջնությունների մասնակցելով ու բարձր հորիզոնականներ զբաղեցնելով, գնդապետ Բիդյանը գիտելիքների իր պաշարը որոշեց փոխանցել սերունդներին, դասավանդելով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում։ 2001 թվականին ամբիոնի վարիչը ինձ կանչեց որպես մասնագետ, համ աշխատում էի, համ պարապում էի, ասաց ինչու չեք ուզում ավելի խորանալ, սկսեցի մի քանի գիրքեր ունեի, գիրք գրեցի, հետո հասկացա, որ ես ամենը, որ ես նպատակ եմ դրել սովորելու, նաև պետք է ինչ-որ մեկին տաս, ու որոշեցի, ոչ ինչի մեջով ես անցել եմ, տամ իմ ուսանողներին։ Թե ժայռամագլցումը եւ թե թիավարումը փրկարարական գործողություններ կատարելիս գնդապետին միայն օգնել են։ Ժպիտով հիշում է, որ երբեմն էլ առավելություն են տվել մրցույթներում։ 2002-3 թվականների մրցումներ էր իրականացում, թիավարության մրցումն է, ուժատը թողացել գետի մեջ, ժամանակ է դրված 6-ից 8 րոպե, ես 1 րոպե 45 վայրկյանում եմ իրականացրել։ Իրանք սկզբից չէին հասկանում, ես ոնց կլինի, էլի մենք փորձել ենք, մեր քշողները փորձել են, հետո իմ հրամանատարը ասեց թիավարության սպորտի վարպետը, իր համար շատ հեշտ է։ Նա օրինակ է անսահման հետաքրքրասիրության, տեղում չնստելու, ձեռք բերածով չբավարարվելու կարողության, դժվարություններն ու խոչընդոտները իր պարագայում թիավարելով հաղթահարելու եւ նպատակին հասնելու հաստատակամության։
Քրեական նորություններին առաջարկում եմ ծանոթանալ մեկ տեսաշարով։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ իրացնելու նպատակով պետք է մաքսանենգ ճանապարհով Իրանից տեղափոխվեն Հայաստան։ Տեղեկությունները փոխանցվել են քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիկինգի, անչափահասների սեռական անձեռնամխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն։ Քրեական օրենսգրքի 393-րդ եւ 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները համագործակցելով քննչական կոմիտեի աշխատակիցների հետ իրականացրել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Մայրաքաղաքում ձերբակալվել եւ նախաքննական մարմին է ներկայացվել Արարատի մարզի բնակիչ 25 եւ 42 տարեկան երկու տղամարդ, վերջինիս կողմից շահագործվող Mercedes մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։ Քրեական վարույթի շրջանակներում կատարված խուզարկությամբ Mercedes-ի սրահում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող շուրջ 1 կիլոգրամ 224 գրամ զանգվածով պատետ։ Շարունակելով օպերատիվ հետախուզական միջոցառումները, քրեական ոստիկանության ծառայողները քննչական կոմիտեի գործընկերների հետ Եղվարդի խճուղում ձերբակալել են 5 տղամարդու, որոնցից 2-ը օտարերկրացի եւ նրանցից մեկի Opel Astra մակնիշի ավտոմեքենայով հանդերձ ներկայացրել նախաքննական մարմին։ Անձնական խուզարկությամբ Երևանի 38-ամյա բնակչի մոտ մեթամֆետամինի նմանվող զանգված է հայտնաբերվել։ Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ Opel-ի սրահում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող շուրջ 1 կիլոգրամ 178 գրամ զանգված։ Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ, 6 անձ կալանավորվել եւ տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, կատարվում է նախաքննություն։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ զբաղվող կազմակերպված հանցավոր խմբավորումների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տվյալն իրացրին համայնքային ոստիկանության Արաբկիրի եւ Շենգավիթի բաժինների գործընկերների հետ համատեղ։ Մարտի 1-ին ժամը 18-ին ապօրինի զենք զինամթերք պահելու եւ կրելու կասկածանքով Մայրաքաղաքի Մանանդյան փողոցում նրանք ձերբակալեցին եւ Շենգավիթի բաժին տեղափոխեցին նույն փողոցի բնակիչ 34-ամյա տղամարդու, որի մոտ ոչինչ չհայտնաբերվեց, սակայն դեպքի վայրի զննությամբ Մանանդյան փողոցի շենքերից մեկի 3-րդ եւ 4-րդ հարկերի միջնամասում հայտնաբերվեց AK-74 տիպի ինքնաձիգ 28 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփով։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ ոստիկանության փոխգնդապետ Հայկ Մկրտչյանը կիբերմարտահրավերի շրջանակներում անդրադարձել է բանկային քարտի միջոցով խարդախություններին, ինչպես չդառնալ նման հանցագործության զոհ, մանրամասնում է մասնագետը։ Ողջույն, ես Հայկ Մկրտչյանն եմ։ Այսօր կխոսենք մի շատ կարևոր հանցատեսակի մասին, որի ընթացքում հանցագործները թիրախավորում են ձեր բանկային քարտերը։ Ընդ որում, նշանակություն չունի, թե կոնկրետ որ բանկին է պատկանում ձեր բանկային քարտը։ Այս հանցատեսակի ընթացքում հանցավորների հիմնական նպատակն է դառնում հավաքագրել ձեր բանկային քարտի ոչ տեղեկատվությունը։ Այսինքն, բանկային քարտի ամբողջական դիմացի թվերը եւ ԵՏՎ CVV կոդը, ինչը վերջնարդյունքում վերջիններիս հնարավորություն է տալիս հափշտակել ձեր բանկային քարտում եղած ոչ դրամական միջոցները։ Այս հանցագործությունը շատ տարածված է երկու հիմնական եղանակով։ Առաջինի պարագայում հանցագործները հատուկ տեխնիկական միջոցներ են տեղադրում բանկոմատների վրա։ Ահա այս տեսանյութում հստակ երևում է, որ բանկոմատի վրա առկա է հատուկ տեխնիկական միջոց, այսինքն նրանք կրկնօրինակել են բանկոմատի կառուցվածքը եւ տեղադրել են սարքավորում բանկոմատի նման, ինչը հնարավորություն է տալիս վերջիններիս կրկնօրինակել բանկային քարտի տվյալները։ Երկրորդի պարագայում այն բավականին արագ է տեղի ունենում, օգտագործելով հատուկ փոքրիկ սարքեր, հանցագործները հնարավորություն են ունենում վայրկյանների ընթացքում կլոնավորել ձեր բանկային քարտի տվյալները։ Վերջնարդյունքում հավաքագրելով ամբողջական տեղեկատվությունը նրանք կամ սև շուկայում կվաճառեն ձեր բանկային քարտի տվյալները, կամ կվատնեն ձեր բանկային քարտում եղած դրամական միջոցները։
Որպեսզի չդառնաք նմանատիպ հանցագործության զոհ, անհրաժեշտ է, երբ օգտագործում եք օրինակ բանկոմատը եւ փորձում եք բանկոմատի միջոցով կանխիկացնել ձեր դրամական միջոցները, անհրաժեշտ է ստուգել բանկոմատը, համոզվելու համար, թե բանկոմատում արդյոք առկա են տեղադրված որևէ այլ սարքավորում։ Սրճարանում կամ որևէ առևտրի կենտրոնում, եթե դուք պատրաստվում եք վճարում իրականացնել բանկային քարտի միջոցով, ապա այդ վճարումը պետք է իրականացնեք անձամբ, այլ ոչ թե ձեր բանկային քարտը տրամադրեք այլ անձի, որպեսզի նա ձեր փոխարեն իրականացնի վճարումը։ Այս պարզ քայլերի հաջորդականությունը հնարավորինս կնվազեցնի ձեր հանցագործության զոհ դառնալու հնարավորությունը։ Եթե արդեն իսկ դարձել եք նման հանցագործության զոհ, ապա անհապաղ դիմեք ոստիկանություն։ Իսկ եթե ունեք ֆինանսական հափշտակություններով որևէ խորհրդատվության կարիք, ապա կարող եք զանգահարել Ներքին գործերի նախարարության կիբերհանցագործությունների վարչությունում գործող մասնագիտացված թեժգծի հեռախոսահամարը։ Ձեզ հետ Հայկ Մկրտչյանն է, կհանդիպենք։ Եվ թողարկման վերջում հատուկ միջոցառում Երևանում եւ մարզերում պարեկներն ու փրկարարները մարտի 8-ին անցել են ուժեղացված ծառայության։ Պարեկների տեսադաշտում էին միայն կին վարորդները, նպատակը ծաղիկ նվիրել ու ժպիտ պարգևելներ նրանց։ Փրկար ծառայության աշխատակիցներն էլ բժշկական կենտրոններում ժպիտ ու սեր փոխանցեցին մայրերին եւ բուժաշխատողներին։ Կադրերը առանց մեկնաբանության։ Մեր թողարկումն ավարտվեց, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Ցտեսություն։